Ադրբեջանը դարձել է տարածաշրջանային նշանակալի խաղացող եւ զինվում է միջև ատամները։ Վերջերս երկիրը հայտարարել է հրետանային համակարգի գնման մասին, որոնց ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 400 ինքնագնաց համակարգ։ Տեղեկատվությունից պարզ է դառնում, որ Ադրբեջանը զինվում է միլիարդավոր դոլարների իսրայելական, թուրքական ու սերբական զենքերով, պատրաստվելով հնարավոր հակամարտության։ Այս մասին Օրագիր Նյուզը զրուցեց ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանի հետ, ով նշեց, որ այս ամենի նպատակը մեկն է՝ ոչնչացնել Հայաստանը։ Նորությունների նշեցին, որ ադրբեջանական կողմը միշտ վերջին շրջանում հատկապես, բայց ընդհանրապես միշտ ձգտել է Հայաստանից մի գրամ Հայաստան չթողի, այսինքն Հայաստան իրականացնի պետականաձրկում եւ դրա լավագույն ջոտագովն ու դրա լավագույն քաղաքական քարոզը եւ քաղաքական ուղենիշը տանում է այսօրվա որը վարչապետը, հետևաբար ադրբեջանական զինված ուժերի բարեփոխումները եւ զինված ուժերի նոր տեսակով զինված ուժերը համալրել է, սպառազինության մասին է խոսքը, վկայում է նրա մասին, որ Ադրբեջանը նաեւ ինչու ոչ պատրաստվում է եւ լայնածավալ մեծ պատերազմի 44 չափ չի ավելի մեծ, որովհետեւ եւ նաեւ կարծում եմ, որ դա ավելի կապված է տարածաշրջանում լավացության ֆոնի բարձրացման հետ, մենք գիտենք, որ կա իրան-իսրայելական խնդիր, կա ամերիկյան-իրանական խնդիր, չասեմ Հայաստան-Թուրքիայի հարաբերությունների ճակերտավոր իրավիճակի մասին, որը մեղմ ասած առասարակ ադրբեջանական կողմից կա իրավիճակ, որ ինքը փորձում է լայնածավալ պատերազմի պատրաստի եւ այդտեղ բնականաբար Հայաստանը լինել է ոտատակ քաղաքավիճակում, որովհետեւ այն իրավիճակը, որ կա բանակում, կա ներքին հանրության մոտ տրամադրությունների հարթակում, կա արտաքին քաղաքականության իրավիճակում, մեղմ ասած շատ տխուր լուրի մասին է խոսում Հայաստանի մասով, որովհետև բացի թուրքական եւ ադրբեջանական պահանջները կատարելուց սրանք ուրիշ բանով զբաղված չեն եւ ուրիշ բանի ընդունակետ չեն։ Ադրբեջանագետը ընդգծեց նաեւ, որ չնայած ադրբեջանական զինումը ունի պատերազմի վտանգ, խոսքը միանշանակ ռազմական ու պատերազմական վտանգների մասին չէ, խնդիրը կոնկրետ քաղաքական է։ Պատերազմը գալիս է միայն քաղաքականության եւ դիվանագիտության ձախողումից հետո։ Իսկ դրա ակնհայտ, այսպես ասած, լույսը թունելի վերջում Նիկոլի գլխավորության երևում է, որ այսօր կան որը նախադրյալները, որ ադրբեջանական կողմից հատկապես եկող, որ ինքը պատրաստում է ավելի մեծ պատերազմի, սակայն հայկական կողմից դրան հակազդող կամ գոնե նախապատրաստական աշխատանքներ չեն տարվում։ Այս եւ այլ մանրամասներին տեղեկանալու համար հետևեք Օրագիր Նյուզին։